իսկապես հարց պարզաբանում էլի, ինչ կատարվեց ձեր եւ Եղոյանի մեջ, դուք ինչ արձագանքեցիք, ինչից սկսեց այս ամենը եւ ինչով եք բացատրում Եղոյանի բորբոքումը։ Ես պարոն Եղոյանի մասով անգերց մի փոքր անհանգստացած եմ, որովհետեւ կարծեմ թե ինչքան որ պատահական տեսել է ոնց որ լարվածություն կա Երևանից, այսօր էլ նույնը տեսանք, վստահ եմ դուք նաև ագանատես եղաք, ինչքան ես ճիշտ եմ ֆիքսել, ասեցի խոսում էր լավ բանակցելուց ու լավ բանավիճելուց ու խոսում է, ինչպես Նարեկ Կարապետյանը նշեց, եռապատերազմի կուսակցությունը, այսինքն այս մարդկանց ու իր խոսույթը նրա մասին էր, որ իրենք լավ բանակցող են, ուժեղ բանակցող են, նաև լավ բանավիճող են, անգերց իմ մոտ նաև հարց առաջացավ, թե եթե իրենք լավ բանակցող բանավիճող են, ինչի է այսքան Հայաստանի Հանրապետությունում ամեն ինչ վատ ու պտուղները քաշում են, քաղում են, այսպես ասած, մեր հայրենագիստները, իսկ ինչ վերաբերում է իր առաջարկներին, իր խոսույթին, իր ձևաչափին, իրականում այն կարգավիճակով ես դուրս է եկել մի քանի րոպե, բայց չկա նկատեցի ինքը երկար ժամանակ է դուրսներ, եթե իր հարգանքն էր, որ այս ձևաչափով ազգային ժողովի այսպես ասած միջանցներում գնում է բանակցելու, բանավիճելու կամ չգիտեմ ինչ անելու, իմ համար նորմալ չի, դրա համար ունենք ազգային ժողով, ես նաև դե կարող ենք նույն կարգավիճակով, ես էլ այդ դեպքում, եթե այդպես է նշում, միանշանակ կարող ենք այդ նույն ձևաչափով, կարող ենք նաև ես էլ իրեն առաջարկեցած խնդրեմ եկեք սենյակ, այդ էլ չէ, հիմա ինչ ես Չէ, նարեկ չեն, եթե չեմ սխալվում, վստահ եմ, որ ասացի առանձին, հա, միանշանակ միգուցե սխալվեմ, բայց ավելի շատ վստահ եմ, որ ոչ թե տեղական ռազմուր կա, ես այստեղ նկատեցի, որ այստեղից քայլելուց կարծես թե լրագրողների հետ էր վիճում, որ լարված, ճիշտ դրա համար ասեցի անհանգստացած եմ ամենայն ազնվությամբ ու անգեղծությամբ, հետո ֆիքսեցի, որ մեր կուսակցության Մարիաննա Ղարաբանյանին հետ կապված ինչ-որ ռեպլիկ բաց թողեց լավ բանակցելու թե լավ բանավիճելու մասով, ես ասացի, իմ ասած միտքերն էր, թե այո, համապատասխան Մարիաննան այդպես չէ ասել, ես ասացի, որ միտքս էր, որ տեսել ենք, էլի ձեր բանակցերն է, բանավիճերն է, որ այսօրին ենք։ Իսկ ինչով եք բացատրում Եղոյանի, ասացիք 2 օր արդեն սենց բորբոքված է, ինչով եք բացատրում։ Կարծես թե իրանց մոտ բավականին մեծ խնդիր ու դիզոնանս առաջացային արդի, որ Եվրոինտեգրման հանձնաժողովը մենք ենք վերցրել, իրանք թե այսինքն իրանց այդ հեշտական մանիպուլյացիան այդ սուդը չի անցնում, որովհետև իրանք մեզ մի տանում են մի ուղղությունով, բայց կարծես թե մենք այս պահին առնվազն լրիվ այլ ուղղության մեջ ենք ու խոսում ենք նաև դիվերսիֆիկացման մասին, ոնց որ իրանց մոտ այդ այսպես ասած բանը կա, չասեմ խժդժություն, բայց ոնց որ մի բան իրանց մոտ չի հասկացում, թե ոնց եղավ, որ ինչպես կարող է ուժեղ Հայաստանը տեսել Եվրոինտեգրման հանձնաժողովը։ Այսօր հենց այդպես էլ Խոստովանեց Մանավազյանը, ԿՊԽ խմբակցության ղեկավար, ասաց, որ մենք սպասում ենք եւ եվրասիական տնտեսական գծով կգնան, ոչ թե եվրոպական։ Ուղղակի հեշտական անգամաբացուցվեց, նաև արդեն փաստերով միայն ոչ թե խոսքով, նաև փաստերով, որ այն ինչ ինֆորմացիան որ տալիս են, փորձում են հրամցնել մեր ժողովրդին, այս անգամ փաստով հակաբացուցվեց։ Ձեր հարցերը ապարզաբանված են ամբողջությամբ Ես ավելի բան չունեմ իր հետ խոսելու, եթե չեմ ես այս բան միանշանակ իմաստ չեմ տեսնում, բայց եթե ուզենա բանավիճելու կամ այլ բանի, ցանկացած ձևաչափով պատրաստ եմ, որովհետեւ խնդիր չեմ տեսնում։ Ձեզ էլ